այնպես, ինչպես մարդն այդ շարժումը անում։ Տիկնիկներին շատ սիրելը, նրանց բնույթ ու բնավորություն տալու պահանջը փոքրիկ տիկնիկավարները լսում են ամեն օր։ Քաջարանի Արև տիկնիկային թատրոնը գործունեության կարճ ընթացքում արդեն իսկ հաջողություններ է գրանցում։ Թատերախմբի սաները ապրիլի 29-ից մայիսի 4-ը հյուրախաղերով մեկնել էին Գյումրի և Թբիլիսի։ Սա մեզ մոտ առաջին անգամ է։ Ընդհանրապես Քաջարանում տիկնիկային թատերախումբ առաջին անգամ է եւ շատ կարեւոր է, որ տիկնիկային թատրոնը նաեւ դուրս բերենք մեր քաղաքի սահմաններից դուրս, որպեսզի արդեն ճանաչելի դառնա, որ մեր քաղաքը արդեն ունի տիկնիկային թատրոն։ Գնացինք Գյումրու մտորումների թատրոնում խաղացինք մեկ ներկայացում, հրաշալի ընդունվեց, մանավանդ որ այնտեղ հյուրեր էին եկել տիկնիկագործներ, տիկնիկավարներ, եկել էին նաև Շուշիի տիկնիկային թատրոնի ղեկավարները, դերասաններ, երեխաներ, հրաշալի ընդունվեց Գյումրիում, հրաշալի փոքրիկներ էին։ Քաջարանցի տիկնիկավարներին երկու քաղաքներում էլ դիմավորել են լեփլեցուն դահլիճներով, ճանապարհել ծափերով ու ժպիտներով։ Վիրայոց թեմի Հայարտուն երիտասարդության մշակութային կենտրոնում խաղացինք 2 սեանս, Թիֆլիսահայ փոքրիկները եւս հրաշալի ընդունեցին մեր այս ներկայացումը եւ այսպիսով մեր տիկնիկային թատրոնը Քաջարանի սահմաններից դուրս բերեցինք, այսինքն Կապանում էլ էինք խաղացել, եւ Քաջարանում եւ Կապանում էինք խաղացել, այս անգամ մարզի սահմաններից դուրս բերեցինք եւ ավելի ճանաչելի դարձրեցինք, որ մենք Քաջարանում արդեն ունենք տիկնիկային թատերախումբ։ Հյուրախաղերի մեկնած փոքրիկները վերադարձել են տպավորված, շրջել են երկու քաղաքում էլ այցելել մշակութային տարբեր հաստատություններ, ծանոթացել հայտնի տիկնիկագործների հետ։ Գնացինք Գյումրի մտորումների թատրոն եւ գնացինք Թբիլիսի Հայարտուն թատրոն, այնտեղ եղանք շատ թանգարաններում, Հովհաննես Թումանի թանգարանում, Տիտոխցյանց թանգարանում։ Վրաստանում ինձ թվում է ավելի շատ ընկերական էինք, ինչքան դասարանում, քանի որ ավելի շատ ժամանակ էինք անցկացնում հենց մենք ընկերներով, երեխեքով։ Լիքը շատ զրուցել ենք, լիք խաղեր ենք խաղացել։ Ուրախ եմ, որ գնացինք Վրաստան, քանի որ ավելի մտերմացանք։ Շատ երեխաներին մենակ մի տարի ենք ճանաչում։ Արև տիկնիկային թատրոնը գործում է Քաջարան համայնքի ղեկավարի հովանու ներքո։ Տիգրանուհի Բադալյան, Տիգրան Թումանյան, Սյունիք լուրեր։